Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում պետական գույքի կառավարման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին փաթեթը, որն ուղղված է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկում ենք պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հաճախակի են արձանագրվում դեպքեր, երբ պետական մարմիններն ու կազմակերպությունները գույքը օգտագործում են ոչ արդյունավետ, որոշ դեպքերում մասնակի կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ։ Խնդրի լուծման համար առաջարկում ենք օրենսդրական նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ կառավարության սահմանած կարգով։ Վարձակալությունից ստացված վճարները ուղղվելու են պետական բյուջե։ Խնդրում եմ հաստատել։ Պարոն Խոդացյան, հիմա պետական մարմինները, որոնք պետական գույք օգտագործում են անհատույց, հիմա այսինքն մենք ձևակերպելու ենք դա որպես վարձակալություն, Ձևակերպելու ենք որպես այսինքն ըստ էության, բայց էլի մեկը գումար տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանց հերթին ասեն, բա մի րոպե ինչի ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Համեցիկ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իրականում մի քանի նպատակ կարող է հետապնդվել այսպիսի որոշմամբ։ Առաջինը տեղեկատվության թափանցիկությունն է որոշում կայացնելու համար, որովհետեւ մենք բոլորս իմանանք, թե ցանկացած գերատեսչություն, որովհետեւ գույքի վարձակալությունը կամ զբաղեցումը նույնպես ծախս է, մենք իրականում ինչպիսի ծախսեր ենք անում, որովհետեւ այդ ծախսերը այսօր արտացոլված չեն մեր բյուջեում։ Երկրորդ նպատակը, որը կարող է այստեղ հետապնդվել, մենք երբեմն գույք ենք տրամադրում տարբեր հասարակական կազմակերպություններին կամ այլ կառույցներին, որպես օժանդակություն իրենց գործունեությանը, եւ այստեղ էլի այդ ծախսը որպես այդպեսին չի երևում։ Ես կարծում եմ, որ մենք այս թափանցիկությունը եւ մեր վարած քաղաքականությունը ավելի պարզ դարձնելու համար պետք է ուղղակի գույքագրենք եւ արձանագրենք եւ հաշվենք եւ այդ հաշված գումարը տրամադրենք հասկանալու համար այս կամ այն ծառայությունը, որը
պետական կառավարման մարմինը մատուցում է, ինչ է արժենում մեզ համար եւ ըստ այդմ հետո արդյունավետության բարձրացման որոշումներ կայացնելու հիմք կհանդիսանա դա։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն պարոն վարչապետ, որպես մի նախարարություն, որի համակարգման ոլորտներում գտնվում են թերևս ամենամեծ թվով կազմակերպությունները, միայն 1352 պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին ենք խոսում, որոնք դպրոցներ են եւ նաեւ մշակույթի, սպորտի ոլորտում գտնվող այլ հաստատությունները, մենք այստեղ իհարկե ամբողջությամբ հասկանալով թափանցիկության, հաշվետվողականության հարցերը, որոնք կարևոր են, կարծում ենք, որ ամեն դեպքում որոշակի առանձնահատկություններ կան, որ պետք է հաշվի առնվեն, որտեղ նախ եւ առաջ այս ծավալի ուրեմն վարձակալությունը առաջացնելու է էական լրացուցիչ բեռ բյուջեի համար, որտեղ ստացվում է, որ մենք այս բոլոր շենքերի համար պետք է վարձակալություն վճարենք, եւ երկրորդը սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները, որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու, հետեւաբար ես առաջարկում եմ, քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է, ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը, որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ առանձնահատկություն կարող լինի, ասենք ենթադրենք, պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Պարոն վարչապետ, այստեղ նախ եւ առաջ մենք ունենք հասկանալու, որ մենք դպրոցի շենքը վարձակալությամբ ենք տրամադրում դպրոցի համար, արդյոք այդ տրամաբանության մեջ տեղավորվում է կրթության իրավունքի ապահովման մեր մոտեցումը, թե Շատ ոչ։ լավ, դրա համար պետք է հասկանանք ինչով է նսեմացնում կրթության իրավունքի իրացումը։ Խոսքը նսեմացման մասին չի, բնականաբար, բայց այստեղ կարծում եմ բոլորը խոսում են արդյունավետությունից, պիտի նախ եւ առաջ նաեւ հասկանանք արդյունավետությունը։ Իմ տպավորությամբ մենք վարչարարություն են գեներացնելու լրացուցիչ, մենք այսօր արդեն ունենք խնդիր, որ վարձակալության գործող կարգով դպրոցները օրինակ չեն կարողանում սննդի կազմակերպումը իրականացնել եւ ուսումնական հաստատությունների արդյունավետության նաեւ այդ տեսանկյունից խնդիր ենք ունենում եւ ուղղակի ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն եւ առաջարկում եմ ազգային ժողովի փուլում եւս մեկ անգամ այս հարցը քննարկել։ Պարոն Գրիգորյան, համեցեք։ Ես կարծում եմ Տիկին Անդրեասյան, սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Դա առավելապես օրինակ առողջապահության ոլորտում արտահայտվում, կրթության ոլորտում արտահայտվում, իսկ sense մենք որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետքա լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք, որովհետև կարող է պատահի այդ նույն ծառայությունը այդ ինքնարժեքով, դեռ ավելի բարձր որակով եւ քիչ ինքնարժեքով ալտերնատիվ մատուցող լինի։ Եվ այդ իմաստով ես կարծում եմ շատ լավ լուծում է սա եւ լավ որոշում։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես նույնպես կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է, սա երկար ժամանակ ֆինանսների նախարարության եւ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից քննարկված հարց է, եւ մենք իհարկե նաեւ քննարկել ենք այն հարցը, որ այնպեսի ճանապարհով գնանք, որ վարչարարական հավելյալ շատ մեծ բեռ հենց սկզբից չստացենք։ Սա երկար ճանապարհ է, որ պետք է անցնենք։ Հիմնական նպատակը նա է, որ մենք տեսանելի եւ թափանցիկ դարձնենք, թե ինչ
հանրային սեփականություն է օգտագործվում մեր կարևորագույն ծառայությունները մատուցելու համար։ Այդ թվում նաև հանրակրթական ծառայությունները։ Հաջորդ կարևորը նաև որ սա որևէ կերպ բեռ չի առաջացնում որևէ պետական կազմակերպության համար առնվազն սկզբնական շրջանում։ Ես կբացատրեմ ինչու եմ ասում այդպես, որովհետև մենք սկզբից ուղղակի հաշվապահական թղթակցություն ենք ապահովելու եւ պետական բյուջեում արտացոլելու ենք ռեսուրսի այն արժեքը, որ մեր տարբեր պետական կառավարման մարմիններ օգտագործում են։ Եվ պայմանավորվել ենք, որ մի կողմից ծախսն են գրելու, մյուս կողմից առանց քննարկելու այն եկամուտներն են գրելու, որոնք հաշվարկային մեծություն են, բայց նաև ծախսը դիմաց է, որ մենք տալու ենք պետական բյուջեից, որպեսզի այդ դպրոցը որպես ՊՕԱԿ բավարար միջոցներ ունենա քննարկումից դուրս այդ վճարը վճարելու համար։ Հաջորդ հարցը նաև, որ իսկ ինչպես ենք որոշում այդ վճարի արդար չափը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն մեր ընդհանուր կարգավորումների համաձայն սկզբից առաջարկել էր որոշել տվյալ գույքի վարձակալության շուկայական արժեքը, որպեսզի ամեն ինչ արդար եւ լինի այնպես, ինչպես շուկայում է տեղի ունենում։ Մենք այդտեղից նահանջ կատարեցինք որոշ չափով, ասացինք, որ մենք սկզբից այդքան մեծ գնահատումներ չենք պատվիրի, որովհետեւ իրականում գույքային միավորների քանակը շատ մեծ է եւ համանմանության բազմաթիվ տվյալներ կօգտագործենք այդ թվում կադաստրի կոմիտեից վերցնելով, որ սկզբից մեր բյուրոկրատական process-ները շատ ծախսատար չդառնան եւ ժամանակատար չդառնան, այսինքն մոտարկումներ կլինեն։ Էլի կարգը կգրենք, այն ժամանակ մանրամասները կքննարկենք։ Արդյունավետության հարցը հաջորդ շատ կարևոր հարցն է, որ կգա։ Եվ ես այստեղ երկու շերտ եմ ուզում առանձնացնել։ Օրինակ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում ենք, որ այս տեղափոխությունների հետ կապված 2000 քառակուսի մետր տարածք ենք հատկացրել իրենց նոր տարածքում աշխատանք շարունակելու համար, բայց այդ 2000 քառակուսի մետրից միայն 1200 քառակուսի մետրն է, որ օգտագործելի տարածք է։ Սա մեր պետական սեփականություն հանդիսացող շենքերի արդյունավետության ցուցանիշ է։ Այնպես են կառուցված եղել այդ շենքերը, որ 1200 քառակուսի մետր, որպեսզի կարողանաս օգտագործել, պիտի 2000 քառակուսի մետրանոց տարածք վերցնես։ Հիմա հաջորդ հարցը, որ միանգամից առաջանում է, իսկ մենք այդպես շարունակում ենք, նախատեսում ենք այդպես շարունակել, առանց որևէ փոփոխության, թե ժամանակն է մտածելու, որ այն չօգտագործող 800 քառակուսի մետրերից մի մասը նույնպես դարձնենք օգտագործելի։ Եվ դա կարող է որոշակի նախագծային փոփոխություններ պահանջի, նորոգման կամ արդիականացման, այսպես ասած, լրացուցիչ ծախս, բայց վստահաբար ավելի մեծ արդյունավետություն։ Եվ ի վերջո հաջորդ շերտը բազմաթիվ պետական կառավարման մարմիններ ունենք, որոնք օգտագործում են տարածքները ավելի, քան իրենց պետք է։ Եվ այս քննարկումը ոչ առաջիկա 2-3 տարիներին, խոսքը իհարկե չի վերաբերում դպրոցներին, մենք ենք դպրոցները նախագծել, համաձայնվել, որ այդ տեսակ նախագծերով լինեն իրենք, բայց շենքեր կան հաստատ, որ իրենք ազատ տարածքներ կազմակերպություններ կան, որ երբ որ մենք ասենք, որ իրենց վարձակալած ռեսուրսի արժեք կամ օգտագործող ռեսուրսի արժեքը տարեկան 50 միլիոն դրամ է կամ 100 միլիոն դրամ է, իրենք երկար կմտածեն, ուզում են 100 միլիոն դրամանոց ռեսուրսը շարունակել օգտագործել, թե բավարար կհամարեն դրա 60-70%-ը իրենք իսկ առաջարկելով, երևի կմտածենք նաև խթաններ այդպիսի վարկագիծ ձևավորելու համար, որ օպտիմիզացվենք, որովհետև առանց այս քննարկումը բացելու մենք հարցի պատասխանը չգիտենք։ Եվ ես նորից ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր գործընթաց է, երկար գործընթաց է, մենք անցումային ժամանակահատված ունենք նաև նախատեսված, մի քանի տարիների արդյունքում նոր կկարողանանք ծածկույթ ամբողջական ապահովել եւ պետք է այս ճանապարհը անցնել։ Համեցեք, պարոն։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս որոշման տրամաբանությունը նաև կայանում է նրանում մեր կարծիքով, որ սա կօգնի, որպեսզի պետական գույքը մենք ունենանք իր իրական չափերով եւ ձևերով գրանցված որպես իրավունքի գրանցում, վկայական տրամադրված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքները եւս ենթակա են գրանցման, այսինքն յուրաքանչյուր պարագայում պետական գույքը պետք է արտացոլված լինի կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանում, որպեսզի հետագայում հնարավորություն լինի դրա հանդեպ նաև գրանցել վարձակալության իրավունքը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ես նաև պետք է խնդրեմ, որպեսզի այս իրավունքների գրանցման գործընթացը մենք սկսենք այս փուլից, որպեսզի հետագայում նաև որևէ խոչընդոտ ու խնդիր չունենանք վարձակալության տրամադրման ժամանակ որոշում կայացնելու գործընթացի ընթացքում։ Այսինքն կարևոր է այս փուլում նաև նախաձեռնել իրավունքների գրանցման գործընթացի մեկնարկը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ես նման որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի միակ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի, բացարձակապես ոչ մի բան անվճար չի, կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար
կա վճար, ուղիղ այդ վճարը անուղղակի է, դա երկրորդ հարցն է, բայց ամեն ինչի համար, ցանկացած արդյունքի համար պետք է վճարել։ Ով է վճարում, այդ ուրիշ խնդիր է։ Օրինակ կա տենց հասկացություն էլ կար, չէ՞, Խորհրդային Միությունում, որ առողջապահությունը անվճար է։ Չի կարա տենց բան լինի։ Այն անվճար էր, դրա համար է վերջում չկար առողջապահություն, որովհետև գնում էին եւ այլ ձևերով էր վճարվում դա։ Որովհետև եթե ինքը անվճար է, նշանակում է ինքը առողջապահություն չի, որովհետև դա ոչ ոք արժեք չունի ինքը իր մեջ։ Եվ երկրորդը, այդ ընկալումը, որ դե պետական գույք է, էլի։ Պետական գույքի նկատմամբ վերաբերմունք կա, այդ մենք միջև մենք նախորդ անգամ ես առիթ ունեցա խոսելու, թե մենք համայնքային եւ պետական գույքերի նկատմամբ ընդհանրապես մեր մոտ բան կա, տենց պետական գույք նշանակում է դե հա դե պետական գույք է, էլի տվեք տենանք ինչ ենք անում եւ այսօր էլ օրինակ կան բաներ, որ մենք ունենք ներդրումային ծրագիր, խնդրում ենք օգնել, ինչով օգնել, դե պետական գույքով, մի հատ ասենք շենք տվեք 25 հարգանի, այնտեղ մենք ուզում ենք բան անենք, ներդրում անենք եւ ընկալումներն է, որ դե պետական գույք է, էլի մեկը ոչ մեկինը չի անտեր, ոչ մի բանի պետք չի եւ ցանկացած պետական գույք պետքա գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, իր եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի եւ այո, շատ դեպքերում կարող է պարզվի, որ մենք ինչ որ ծառայություն կամ պետական հիմնարկ աշխատելու համար մենք վճարում ենք այդքան արժի, ըստ էության պետությունը ծախսում է վարձակալության այդքան վճար, բայց կարող է մասնավոր հատվածում ավելի լավ շենք 20% ավելի էժան կա եւ ինչու շուկան չակտիվացնել եւ բան չանել, հնարավորություն չտալ, որ մրցակցություն տեղի ունենա, մանավանդ մենք այդ պրակտիկան ունեցել ենք, միջև այսօր էլ ունենք։ Շատ պետական կազմակերպություններ կան, որոնք մասնավոր հատվածից են վարձակալում, եւ մենք չգիտենք հիմա լավ է, որ այդ գնով իրանք վարձակալում են, թե չէ, որովհետեւ մենք ասենք օրինակ կան, չէ, ձեռնարկություններ, որ մասնավորում իրանք վարձակալում են գրասենյակային տարածք եւ այնտեղ ամեն ամիս պետական բյուջեից վճար է վճարում X վճար։ Մենք չգիտենք այդ վճարը շատ է թե քիչ, որովհետեւ կարող է պարզվի, որ պետական շենքում կա հնարավորություն ավելի պակաս կամ ավելի շատ գնանշումով այդ ծառայությունը իրականացնել, բայց դրա փոխարեն իրականացվում է այլ կերպ։ Էնպես որ կարծում եմ, այո, իհարկե, էլի բարեփոխումը պետքա գնա, պետքա իր խնդրին հանդիպի, հասկանանք ոնց ենք այդ խնդրեմ լուծում կամ այդ խնդրեմը այդքան էլ մեծ խնդրեմ չի, բայց այս շատ կարևոր է նաև պետության եւ պետականության ընկալման տեսակետից, որ հասկանանք ամեն ինչը արժեք ունի, այն որ մենք այս աթոռների վրա նստած ենք, դա կոնկրետ արժեք ունի, գին ունի, կոնկրետ մի ժամ այս աթոռի վրա նստելը կոնկրետ գին ունի եւ այդ գինը վճարվում է։ Եթե չվճարվի, X բայ աթոռը կկոտրվի, ել չենք կարա նստենք, հասկանում եք։